Մի քանի օրից Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում շահագործման կհանձնվի կենտրոնական փողոցի մի հատվածը։ Սևան-Երևան Մարտունի մայրուղուց դեպի Բերդկունք եւ բնակավայրում նոր կառուցվող մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կարևոր նշանակության ճանապարհի հիմնանորոգումը բնակիչների համար լավագույն իրադարձություն է, որին երկար են սպասել։ Էսի շատ լավ բան էր, ընտիր էր, թե աշխատանքը, թե գործը, թե որակը, հեմեն ինչ ընտիր է։ Փոշի չի լինի, սեղ չի լինի, սաղի համար էլ հարմար է, մանավանդ որ մանկապարտեզը ստեղ է գտնվում, քանի որ այս մանկապարտեզում ինչքան հասկացա ոչ միայն գյուղի բնակիչներն են օգտվելու, այլ նաև հարևան գյուղի, դրա համար շատ կարևոր է։ Փողոցի հիմնանորոգման շինարարությունն իրականացնող կազմակերպությունից հավաստիացնում են, որ կառուցվում է որակյալ եւ սահմանված չափանիշներին համապատասխանող ճանապարհ։ 750 գծամետր երկարությամբ եւ 5100 քառակուսի մետր մակերեսով փողոցն ունի սալիկապատ մայթեր, արտաքին ջրահեռացման համակարգ։ Առաջիկայում նաև կահավորվելու է, կատարվելու է գծանշում, տեղադրվելու են ճանապարհային նշաններ։ Տեղադրվել է շուրջ 650 գծամետր ջրահեռացման համակարգ, եզրաքարեր է տեղադրվել մոտ 700 գծամետր, եզրաշար է տեղադրվել մոտ 250 մետր, բետոնյա սալիկներ մոտ 700 քառակուսի մետրին մոտ, հետո տեղադրվել է շերտերը, ավազակոպիչ 10 սանտիմետր հաստությամբ, խճային շերտ 12 սանտիմետր հաստությամբ, հետո բիտումի մածիկով արվել է կլինցովկա, հիմա էլ տեղադրում ենք ասֆալտբետոնյա շերտը։ Երեխեքի համար էլ լավ, մեր օրինակ իմի այս կարգինքի քելամ առած գոլի մեջ մտնել, ջրի մեջ մտնել, առած ցեխոտվելու։ Կանամ արդեն ոդ վրդես նենա պետամ։ Իսկ ենքախ քելեր լավ, բայց դե քանդվեր էր արդեն։ Փչած էր ավտոն կալմեր ջուրը թրցն մեր վրետ։ Յակե պրոբլեմի առաջ իր կանում էլի։ Ծրագրի պատվիրատուն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Ճանապարհի հիմնանորոգման համար նախատեսված է 77.5 միլիոն դրամ։ Ֆինանսական հատկացումն իրականացվելու է պետական բյուջեից։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։